գործընկերներ, այս տարի իհարկե շատ գեղեցիկ ձմեռ ունենք մենք Երևանում, շատ ձյունառատ ձմեռ ունենք եւ իրականում իմ բարբերաբար դժգոհությունները, որ այստեղ այս դահլիճում բարձրաձայնում եմ, նաեւ պետք է ի հակադրում են դրան նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ աշխատել են։ Հարյուրավոր մարդիկ, ովքեր որ օր ու գիշեր աշխատել են, որ մեր ճանապարհները անցանելի դառնան, մեր այթերը անցանելի դառնան, իհարկե, եւ որոշ դեպքերում իհարկե ունեցել ենք խնդիրներ, որոնց մասին խոսեց պարոն Արեյանը, եւ իրականում իմ դժգոհությունը կամ իմ մտահոգությունները միայն մի նպատակ ունեն, որ հաջորդ անգամ մենք էլ ավելի պատրաստված լինենք, մենք ունենանք ավելի նորարարական լուծումներ եւ իրականում մենք իմանալով, որ տեղումները լինելու են ցերեկը, որը շատ է դժվարացնում մեր աշխատանքը։ Մենք այն առաջին ձյունը երբ եկավ գիշերային ժամերին իրականում շատ լավ եւ արագ արձագանքեցինք, առավոտյան արդեն ամբողջ ձյունը կարելի ասել բոլոր հիմնական փողոցները անցանելի էին, դեկտեմբեր ամսվա մասին եմ խոսում, ըստ բարձ է, եթե արդեն այն ժամերին է գալիս ձյունը, երբ երթևեկությունը ինտենսիվ է, այդտեղ մեր գործը մի փոքր դժվարանում է։ Բայց շնորհակալություն ասելով հանդերձ, ընդունելով, որ այս տարվա պայմանները իրապես անոմալ էին, իրապես ձանքանակը շատ էր, իրապես խնդիրները ավել էին, ես ուզում եմ մի քանի բանի վրա այնուամենայնիվ մենք կենտրոնանանք կառուցողական տրամաբանությամբ եւ սա խնդրում եմ որպես մեղադրանք չընդունել, ես կարծում եմ, որ մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու, մասնավորապես մենք իմանալով X, Y, Z ժամերը նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոքցանումը փողոցներում։ Այսինքն կան մեթոդներ, որոնք որ մենք պետք է փորձարկենք, պարոն Արեյան, եւ կարծում եմ դա էլի մեր որոշ խնդիրներ կմեղմի։ Ինչ վերաբերում է մայթերին, ինչ վերաբերում է բակերին, այստեղ դեռևս խնդիրը տեսնում եմ եւ իրականում այստեղ երևի համակարգային նոր լուծումներ են ըստ պետք, որովհետեւ միայն Երևանի քաղաքապետարանի տեխնիկան, ինչքան էլ որ մենք ավել գնենք, մեզ թույլ չի տալու ամբողջ ծավալը փակել եւ համատիրությունների հետ աշխատանքը կոորդինացնելու մի հատ նոր մեխանիզմ է մեզ պետք եւ մեր մասնավոր գործընկերները, որոնք որ իրապես այս տարի շատերը այս տարի բացահայտեցին, որ իրենք ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու, ասեմ ավելին, ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել, իրենք առհասարակ ունեն պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերել եւ հետեւել, որպեսզի իրենց դիմացի հատվածը լինի 48N ավականու որոշման ստանդարտներին համապատասխան եւ իրականում այս կրկին այն դեպքն է, երբ որ մենք այսպես ասած մեր քթից այն կողմ շատ չենք տեսնում եւ մեր դռնից այն կողմ համարում ենք, որ տենց օտար եւ թշնամուն պատկանող տարածքներ են, բայց դա այդպես չի եւ ավականին դեռևս տարիներ առաջ այս որոշումները կայացրել են եւ հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել մասնավոր գործընկերներին մասնավորապես, որ դուք ունեք ձեր դիմացի մայթերը մաքրելու պարտավորություն, իսկ մեր վարչական շրջանները ունեն պարտավորություն այդ մեխանիզմը աշխատացնելու, մասնավորապես այն գործընկերներին, ովքեր որ չեն ենթարկվում այդ պահանջներին, տուգանելու։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր կատարված աշխատանքներին, հաշվի առնելով ծավալը արված եկած ձյան եւ իրականացրած աշխատանքները, ես կարող եմ համարել բավարար։ Իհարկե լավ համարել չենք կարող, որովհետեւ ունեցել ենք կոնկրետ օրեր խնդիրներ, բայց բավարար կարելի է համարել, որովհետեւ մեր ճանապարհները X ժամանակ հետո նվազագույնը
24 ժամից 36 ժամ հետո, ինտենսիվ ձյունը գալուց հետո ամբողջությամբ անցանելի է, այսինքն խնդիրները ամբողջությամբ վերացված են լինում։ Հետևաբար հիմա պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք, այսինքն նույնիսկ եթե ցերեկային ժամերին է գալիս ձյունը, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այդ միջինացված ժամանակը էականորեն նվազի։ Պարոն Արեյան, եւ խնդրում եմ հաջորդ ձյան գալուց եկեք այդ փորձարկումները սկսենք արդեն իրականացնել թեկուզ մի քանի փողոցների վրա, մենք մեր փորձով համոզվենք, եթե աշխատող է, եկեք այդ նոր մոդելները արդեն լայնորեն կիրառենք, մասնավորապես աղի եւ ջրի լուծույթները նախորոք փողոցների վրա ցանելու հնարավոր տարբերակ կամ այլ տարբերակներ, որոնք դուք քննարկեք եւ այլ լուծումներ, որոնք որ